ես առաքիչ եմ։ Հիմնականում առաքում եմ սնունդ ռեստորաններից առաքում եմ տարբեր հասցեներով։ Սնունդը պետք է առաքվի հիմնականում տաք վիճակում։ Դրա համար մեզ մոտ պայուսակներ կան, որ ջերմությունը պահում են, դե բնականաբար ժամանակին առաքվի, այնտեղ լինում են դժվար առաքումներ մեր բարդություններից, օրինակ աջարական խաչամփուր, որը որ շատ դանդաղ պետք է տանես, որ չթափվի, կա, չգիտեմ, թարմ կամած հյութեր եւ այլն, դրանք մեր ամենաչսիրած առաքումներն են, բայց դրա աշխատանքը պետք է արվի։ Հիմնականում հաճախորդները սոված մարդիկ են, բնականաբար շատ ժամանակ նյարդային են, օրինակ հասցե բացատրելը ավելի լավ են չբացատրեն, որովհետև ավելի են խճճում ու գնում ես լրիվ ուրիշ ուղղությամբ։ Երբեմն լինում է մարդիկ, ովքեր գերմանական ճշտապահությամբ ժամ են կասել, մի քանի վայրկյան անցավ վերջ զանգում են ու սկսում են բողոքել, բայց ամեն ինչ կարծում եմ կախված է լավ սպասարկումից։ Երևանյան երթևեկության պարագայում պայմաններում մեքենայով վարելն էլ վտանգավոր, մոպեդով էլ, հեծանիվով էլ, բայց կարծում եմ դա մեծ կոփում է որպես վարորդ։ Հասցեների իմացությունը շատ կարևոր է։ Ես այդ առումով ինձ համար հեշտ էր մի քիչ, ծնվել եմ Երևանում փոքր կենտրոնում շատ եմ քայլել ու միշտ ֆիքսել եմ հասցեները։ Ամեն դեպքում քարտեզը մեր աշխատանքը հեշտացնում է, բայց գոնե մինիմալ բազան պետք է ունենանք։ Ձերը որ մուտքն է։ Լավ, շնորհակալ։ Բարև ձեզ, ձեր պատվերը։ Ինչքան պետք է հուզել։ 1800 դրամ։ Չէ, ավել եք տալիս։ Երբեմն լինում է, որ զանգահարում եմ, ասում եմ բարև ձեզ, ասում են հա ախպերս, ասում եմ չէ, ես եմ առաքում, այ կներեք, դեռևս մտած չի իրենց մեջ, որ կարող է աղջիկ լինել, էլի առաքիչը։ Երբեմն արձագանքներ են շատ լավ լինում, որ օրս շատ հաճելի է անցնում, այսինքն օրինակ կարմիր լույսի տակ կանգնում են պարտադիր, չգիտեմ, տաքսու վարորդներ են, ինչ-որ սկսում են խոսել, հարցնել, ոգևորում են, ասում են ապրես, շատ գովելի, հետաքրքիր է անցնում։